Աբրահամյանի պաշտոնավորման ժամանակահատվածում է ձեռք բերել եւ այդ կոնտրոլի դիտարկելով դրա համար իրական շահառուն դիտել է Հովիկ Աբրահամյանին։ Սակայն այստեղ մենք ունենք նաև Ազատության պողոտայի 1 կոտորակ Սամբրակելի տունը, Կենտրոն Ամիրյան փողոց 4 կոտորակ 2 շենք 30 բնակարանը, որոնք ձեռք են բերվել իմ վստահորդի կողմից, եւ սրանք ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ որ Հովիկ Աբրահամյանը այլևս պաշտոն չէր զբաղեցնում։ Այս դեպքում սրանք ինչու է դիտարկել որպես կրկին այս դեպքերի իրավաշահառուն ինչու է կրկին դիտարկել Հովիկ Աբրահամյանը։ Պատասխանը միանշանակ չեք հասկացել, ես նկատի չեմ ունեցել, որ հենց պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված ուրիշներն եք դիտարկել։ Իհարկե, որոշակի ժամանակահատված հետո եթե Հովիկ Աբրահամյանը պաշտոն չի զբաղացել, բայց այդ կապը Բաղրատունի Բարսեղյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ մնացել է։ Մենք այդ գործակցները շարունակում ենք նույն իրական շահառուն ինստիտուտում դիտարկել ենք Հովիկ Աբրահամյանին։ Այսինքն չկա այդ տարբերությունը, որ եթե պաշտոն չէ զբաղեցնում, ուրեմն չպետք է կամ իրական շահառուն պետք է պաշտոնատար անձ պարտադիր լինի։ Չէ, նշեցիք, որ պաշտոնատար անձ էր եւ դրա համար չէր կարող իր անվանվածությունները ձեռք բերել։ Ընկերությունների մասն է, բայց ընկերության ձեռքբերումներ չկա կարծեմ։ Չէ, կոնկրետ այդ հանրաշարժ գույքեր է, իսկ դա չի խանգարում, որպեսզի իրական շահառու ինստիտուտով թեկուզ արի պաշտոնավարում դադարեցումից հետո կոնկրետ նշեցիք Ամիրյան փողոցի վրայի գույքեր, կարող է արի ձեռք բերել։ Ես չեմ ասում, որ դա պետք է պարտադիր կապ ուներ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման։ Շատ բարի, շնորհակալ։ Պարոն Քոչարյան, ինչ է ուրիշ բան եք ասում, թե Չէ, ես եմ հարցերում եմ իմ շատ։ Ձեր հետն կհասնի։ Եկեք լսենք պարոն Քոչարյանին, հետո ձեզ կամ։ Արգելի դատանան, բայց եթե թույլ թետակ նստած, որպեսզի դրա ասում են էլի պայմանավորվում։ Այո, մենք պայմանավորվում ենք։ Առաջին հարցից վերաբերում է հետևյալ հասկացությունների, ճիշտ ասած մենք քննարկել ենք նախնական դատական նիստերի ընթացքում, բայց ուզում եմ հստակեցնել փոխկապակցված անձ իրական շահառու հասկացությունների բացահայտումը ձեր տեսանկյունից եւ կոնկրետ Գագիկ Պողոսյանի հետ կապված Բսավախի շահերի պաշտպանության տեսանկյունից։ Նա տեսեք, այստեղ խնդիրը վերաբերում է փոխկապակցված անձ իրական շահառու հասկացությունների։ Ուզում եմ ավելի առարկայական լինի հարցս, որպեսզի ձեր համար պատասխանը ավելի հեշտ լինի։ Դուք դիտարկում եք, որ դրա դեպքում Գագիկ Պողոսյանը պիտի հանդիսանա միաժամանակ եւ փոխկապակցված եւ իրական շահառուն, թե դիտարկում եք Գագիկ Պողոսյանը կարող է լինի եւ չփոխկապակցված անձ, բայց կարող կոնկրետ դեպքերի մասով իրական շահառուն լինի պարոն Հովիկ Աբրահամյանը։ Խնդրում եմ սա հստակեցնել։ Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը կարող է լինել եւ իրական շահառուն Գագիկ Պողոսյանի անվան քույքերի եւ Գագիկ Պողոսյանը այո լինել փոխկապակցված անձ Հովիկ Աբրահամյանը, այսինքն մեկը չի բացառում այս դեպքում։ Ես ճիշտ եմ հասկանում, կարող է եւ Գագիկ Պողոսյանը լինել չփոխկապակցված անձ պարոն Աբրահամյանին, բայց կարող է կոնկրետ քույքերի իրական շահառու լինել Հովիկ Աբրահամյանը։ Այո, որտեղ փոխկապակցված անձ այդ հասկացության մեջ կա նաեւ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն զբաղվել եւ այլն, իսկ եթե նաեւ կապենք իրական շահառու ինստիտուտը, որոշակի ընկերությունների հիմնադիր Գագիկ Պողոսյանն է հանդիսանում, այսինքն ես չեմ ուզում բացառել, որ եթե մենք նշել ենք, որ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է նաեւ Գագիկ Պողոսյանի անվան քույքերի ընկերությունների իրական շահառուն, ուրեմն չի կարող փոխկապակցված անձ լինի Գագիկ Պողոսյանը։ Այդ նույն դրամաբանության մեջ նաեւ փոխկապակցված անձ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Պողոսյանը։ Եթե ես չեմ սխալվում, մենք նախնական դատականության ընթացքում քննարկումների ժամանակ պարոն Ելուքյան դուք հնչեցրել եք հետևյալ միտքը, որ դրա դեպքում կարևոր է որպեսզի լինի եւ փոխկապակցված անձ եւ իրական շահառու։ Այս հասկացությունների ինչպես Նույնը հիմա ասացի։ Դուք հիմա նշեցիք կարող է լինել չփոխկապակցված անձ, բայց կոնկրետ գույքերի մասով իրական շահառու լինի Հովիկ Աբրահամյանը։ Ուզում եմ այս ինստիտուտների տրամաբանության մեջ հասկանամ, պարտադիր է եւ փոխկապակցված անձ լինել եւ իրական շահառու, թե հնարավոր է փոխկապակցված անձ չլինի միայն իրական շահառու կարգավիճակով, այդ գույքի մասով իրական շահառու դիտարկել Հովիկ Աբրահամյանին։ Ես նշում եմ կոնկրետ Գագիկ Պողոսյանի մասով եւ փոխկապակցված անձը եւ իրական շահառուն այդ գույքերի։
Երկու կոմպոնենտներ պետք է առկա լինի։ Ճիշտ եմ հասկանում, եթե փոխկապակցված անձ հասկացությունը չկարողանանք ապահովել, ապա իրական շահառու լինելու հանգամանքը ինքնին դուրս է գալիս, թե կոնկրետ դեպքում պետք է հիմնավորել, որ կոնկրետ գույքի իրական շահառու ամեն դեպքում եղել է Հովիկ Աբրամյանը։ Ամեն դեպքում իրական շահառուն մեր ապացուցման մենք եկել ենք ապացուցման բեռը, մենք պետք է ապացուցենք, այսինքն եթե սա ապացուցել, որ իրական շահառուն է, բնականաբար ապացուցելու են, որ նաև փոխկապակցված անձ է Գագիկ Պողոսյանը։ Այսինքն հաստատում ենք այն միտքը, որ միաժամանակ պետք է լինի եւ փոխկապակցված անձ եւ իրական շահառու։ Ու այս դրամապանակը Գագիկ Պողոսյանի դրվագներով այո, բայց շատ լավ։ Այդ դեպքում խնդրում եմ այստեղ օրենքի տրամաբանությունից ելնելով խնդրում եմ ինձ ուշել դուք ներկայացրել եք որպես Գագիկ Պողոսյանին Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ, խնդրում եմ հայտնել օրենքով կարգավորված չափանիշների որ տրամաբանության պետք է դիտարկել Գագիկ Պողոսյանին որպես Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ։ Տվյալ դեպքում մերձավոր ազգական է, թե վարում համատեղ ձեռնարկատիրական գործողություն կամ վարել է, թե շուկայականից էականորեն ցածր գնով գույք է նվիրաբերել, թե գույք է փոխանցել։ Խնդրում եմ, այս օրենքի չափանիշներից ելնելով հստակեցնել, էլի կոնկրետ որ չափանիշով եք առաջնորդել, որ դիտարկել եք փոխկապակցված անձ։ Հիմա ես նորից եմ ասում, մենք ձեր ասածը պետք է իրական շահառու ինստիտուտով նշանակել, որ Հովիկ Աբրամյանը Գագիկ Պողոսյանի գույքերի իրական շահառուն է։ Մեր համար ամենաառաջի կոմպոնենտը դա է, այսինքն որ Գագիկ Պողոսյանի գործակները վերահսկվել են Հովիկ Աբրամյանի կողմից, հաշիվ մի օգուտ Հովիկ Աբրամյանի։ Հիմա դուք կարծում եմ, որ ես այդ բեռը չեմ, ես իմ հայցով չեմ նշել, թե կոնկրետ փոխկապակցված անձի որ կոմպոնենտն է այս պարագայում։ Այսինքն, եթե որևէ կոմպոնենտ չկա, բացառում եք, որ Գագիկ Պողոսյանը հանդիսանում է Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ։ Նայեք, իրական շահառու ինստիտուտի հիմնավորումը դա իրական չի, առաջնային իրական շահառուն այստեղ։ Հիմա դուք փոխկապակցված անձին եք հղում կատարել, ես իրական շահառու ինստիտուտին։ Իմ ապացուցման բեռը հենց դա է։ Պարոն Եղիկյան, հարցս կոնկրետ է։ Գագիկ Պողոսյանը հանդիսանում է Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ, թե ոչ։ Հիմա փոխկապակցված կլի առնչվող ասենք հանդիսանում է փոխկապակցված անձ, բայց ես նորից եմ նշում, որ իրական շահառուի ինստիտուտով ենք մենք պահանջում այդ գույքերը։ Պարոն Եղիկյան, ես հարցին կանրադառնում իրական շահառու ինստիտուտի հետ կապված առանցին։ Դուք նշեցիք ձեր պատասխանում, որ պետք է լինի եւ փոխկապակցված անձ եւ իրական շահառու։ Ես մեկը մեկին կարան չբացառել։ Ոչ թե պետք է լինի։ Պարոն Եղիկյան, խնդրում եմ նշեք Գագիկ Պողոսյանը հանդիսանում է Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ, թե ոչ։ Այո կամ ոչ։ Բերեք, եթե այո կամ ոչ, նշել այսպես։ Գագիկ Պողոսյանը հանդիսանում է Հովիկ Աբրամյանին առնչվող անձ, եթե դա է։ Օրենքի հասկացություններից օրենքի հասկացություններից կոնկրետ եթե երրորդ հոդվածին եք համարում իրական շահառուի ինստիտուտն է։ Իրական շահառուի մասով նշեք։ Իրական շահառուի վերաբերել առանցին հարցադրում կան։ Հիմա հարցադրումը սերտերիալն է, հանդիսանում է փոխկապակցված հանդիսանում է առնչվող անձ։ Առնչվող անձ հասկացություն չկա, պետք է հարցին կոնկրետ պատասխան։ Հիմա մենք հայցով նշել ենք փոխկապակցված անձինք։ Նկատի ունենք հենց այո, փոխկապակցված առնչվողային անձինք, որոնց այդ գործակները վերահսկվել են Հովիկ Աբրամյանի կողմից։ Պարոն Եղիկյան, խնդրում եմ հարցադրումը հստակ պատասխանել, այո կամ ոչ, առնչվող անձ, օրենքով նման հասկացություն չկա առնչվող անձ, կա փոխկապակցված անձ, կա իրական շահառու։ Ես իրական շահառուի ինստիտուտին դեռևս չեմ անդրադառնում, ես ընդհանրապես հարցս կոնկրետ տալիս եմ։ Հանդիսանում արդյոք Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձ, թե ոչ, այո կամ ոչ։ Ես ասեմ ու բավարարել։ Նորից եմ նշում, որ Գագիկ Պողոսյանի գործակների առումով չի բացառում մեկը մյուսի, ընդունեք ինձ որպես, եթե նշել եք փոխկապակցված անձ, Հովիկ Աբրամյանին առնչվող փոխկապակցված անձ է, այսպես։ Համարը որ փոխկապակցված անձ է։ Ձեր պատասխանից իրական շահառուի ինստիտուտից բխող փոխկապակցված անձ է, այդպես անվանում։ Հասկացի դատարանս հարցադրումներ իրականում եթե հիշում եք միջնորդություն են ներկայացրել, որպեսզի այս օրենքով սահմանված հասկացությունների հետ կապված սահմանադրական դատարանի բերելու անհրաժեշտություն, բայց մերժված իրականում այս խնդիրը կա եւ այս խնդրի վերաբերյալ ես հստակ պատասխաններ չեմ ստանում, չգիտեմ, այս
այսօր կողմից եւ չգիտեմ իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինչպես իրացնել, որովհետեւ եթե դիտարկում ենք Հովիկ Աբրահամյանի փոխկապակցված Գալիկ Պողոսյանին, սա ուրիշ կարգավորների տրամաբանության բաժնի։ Եթե չենք դիտարկում փոխկապակցված, դիտարկում ենք միայն իրական շահառու, այս օրենքի հասցեությունների շրջանակում իր պաշտպանության մարտավարությունը լրիվ տարբեր է լինելու։ Դրա համար իմ համար կարևոր է, խնդրում եմ հնարավորություն տալ այսօր կողմին, եթե հիմա չի կարողանում պատասխանել, երբ որ պատասխանը հստակեցնի, նոր իմ հարցերի տրամաբանությունը շարունակեն, որտեղ որևէ հստակ պատասխան չեմ ստանում, հիմա չեմ հասկանում, Հովիկ Աբրահամյանի փոխկապակցված անձանասան Գալիկ Պողոսյանը, թե ոչ։ Եթե այո, ապա օրենքի որ չափանիշից ելնելով եք համարել փոխկապակցված անձ, եթե ոչ, խնդրում եմ նշեք որ, անցնեմ իմ հաջորդ հարցին։ Ձեր պատասխանին ավելացնելու բան եք։ Չունեմ ավելացնել։ Հարցերը հետևյալը ասեմ, տրամաբանությունը հետևյալն է, փոխկապակցված անձ լինելու հանգամանքը կարող է այո ինչ-որ ֆակուլտատիվ ացանցել առումով ևս ուշել, որ այդ անձանց միջև կարգը անձը վերահսկվում է մեկ այլ անձի կողմից ում գույքերի ուսումնասիրություն իրականացնել, բայց իրական շահառու տեսանկյունից փոխկապակցվածությունը երկրորդական ֆոնին է գնում, այսպես ասենք, որովհետև գույքերի գործակների վերահսկման տեսանկյունից օրենսգիրը նախատեսել է անձ հասկացությունը, առանց նշել փոխկապակցվածն է, առնչվում է պարոն Ենոքյանի պատասխանը ուղղված է հենց դրան, որ փոխկապակցված ասելով մենք ընդհանուր առմամբ նկատի ենք ունեցել առնչվող անձանց, այսինքն իրական շահառուի հասկացության մեջ նշված է, որ վերահսկում է անձին կամ վերահսկում է գործարքը, այդ անձի մասին է նշվում, այսինքն նկատի ունենք, որ այն բոլոր անձինք, ովքեր որ վերահսկվել են եւ արդյունքում նրանց գործարքները վերագրվել են պարոն Աբրահամյանին, առնչվող անձինք են։ Տերմինի ընտրության հարց է ըստ էության, այսինքն փոխկապակցված անձ է որակվել, այսպես ասած, այս հարաբերությունը փոխկապակցվածություն է, բայց նկատի է առնվում կոնկրետ այս պարագայում այն, որ առնչություն են ունեցել եւ այդ անձին պատկանող գույքերը համարվում են որոշ գույքեր, որոնք նշված են այցեդիմում, վերագրվել են պարոն Աբրահամյանին իրական շահառուն ինքն է դիտարկել։ Տվյալ պարագայում կոնկրետ մենք ընդունում ենք, որ փոխկապակցված անձ հասկացության իմաստով, օրենքի իմաստով փոխկապակցվածություն չկա, այսինքն մերձավոր ազգական չէ, ընդհանուր տնտեսություն չի վարում, ընդհանուր ձեռնարկատիրական գործունեություն չի վարում։ Պարզապես տերմինի ընտրության հարցեր, նույն հաջողությամբ կարելի է գրել առնչվող անձ կամ կապակցված անձ առանց փոխկապակցված բառը օգտագործելու, այսինքն այս դեպքում հարցին պետք է դիտարկել իրական շահառուի տեսանկյունից։ Շնորհակալություն։ Հիմա ընթերցեմ օրենքի այն հասկացությունները փոխկապակցված անձ եւ իրական շահառու։ Փոխկապակցված անձ եւ փոխկապակցված իրավաբանական անձ մերձավոր ազգական կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստաթի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք։ Միաժամանակ 6-րդ կետով սահմանում է իրական շահառու հասկացությունը, ֆիզիկական անձ, որի անունից օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը, կամ ֆիզիկական անձ, որը վերահսկում է կամ վերահսկել է գործարքը, կամ այն անձին, որի անունից կամ օգտին իրականացվել է գործարքը։ Օրենքի ըստ էության հասկացությունների ձևակերպումների տրամաբանությունը նրանում է կայանում, որպեսզի այդ շրջանակը, որպեսզի հստակեցվի, փոխկապակցված անձով պայմանավորված լինի, որտեղ չենք կարող բոլորին դիտարկել, բոլորի գույքերի մասով իրական շահառու Հովիկ Աբրահամյանին։ Պետք է լինի որոշակի շրջանակ, որի շրջանակի ներսում արդեն կոնկրետ գույքերի մասով իրական շահառուի կոնկրետ հատկանիշ ու չափանիշը սկսի գործել։ Տվյալ դեպքում փոխկապակցված անձ հասկացությունը շատ կարևոր է այդ տրամաբանության մեջ։ Հարգելի դատարան, սա իմ ընկալումն է, ես այս հարցի վերաբերյալ հարցերի տրամաբանությունը հաջորդ հարցից ինչի կարդացի, եթե մենք դուք եք նշեցիք, որ տվյալ դեպքում Գալիկ Պողոսյանի դեպքում կա եւ փոխկապակցված անձ եւ իրական շահառու հասկացությունների չափանիշների տեսանկյունից, բայց մյուս գործընկերը շեշտեց, որ տվյալ դեպքում Գալիկ Պողոսյանը չի հանդիսանում փոխկապակցված անձ, որովհետեւ չի վարում համատեղ տնտեսություն մերձավոր ազգական չի եւ այլն, այս չափանիշները բացառում է։ Հիմա դուք դիտարկում եք, որ փոխկապակցված անձի չափանիշի բացակայության դեպքում շարունակել է Գալիկ Պողոսյանի գույքերի մասով իրական շահառու համարվել Հովիկ Աբրահամյանը։
վերջի մտքի հետ լրիվ համաձայն եմ, փոխկապակցված անձ լինելու հանգամանքը բացառվելու դեպքում անգամ իրական շահառու լինելու հանգամանքը չի բացառվում։ Եվ դա բխում է նաև օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից, օրինակ, երկրորդում B գրված է հետևյալը. սեփականության իրավունքով պատկանում է այլ անձին պատկանող գույք հասկացություն մեկնաբանում օրենսդիրը, նշում է, որ գույք, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառուն հանդիսանում տվյալ անձը։ Տեսեք, այստեղ որևէ կերպ չի գրում օրենսդիրը, որ գույք, որը սեփականության իրավունքով պատկանում է փոխկապակցված անձին։ Այդ անձ հասկացության մեջ մտնում է թե փոխկապակցվածը, թե չփոխկապակցվածը։ Կարևորը այն հանգամանքն է, արդյոք գործարքը վերահսկվել է անձի կողմից, թե չէ, արդյոք այդ անձը վերահսկվել է գույքերն ուսումնասիրված անձի կողմից, թե ոչ։ Այսինքն այն տեսանկյունից, որ պարտադիր իրական շահառուի ռեժիմով գույքի բռնականացման տեսանկյունից անպայման պետք է լինի փոխկապակցված անձանց շրջանակ, որոնց պատկանող գույքերը միայն կարող են բռնականացվել, միանշանակ չեմ համաձայն այդ մտքի հետ։ Օրենսդիրը նշում է ցանկացած անձ, որին սեփականության իրավունքով պատկանում է գույք եւ դրա իրական շահառուն գույքերն ուսումնասիրված անձն է։ Էական չէ, փոխկապակցված կլինի, թե չփոխկապակցված կլինի։ Այս տեսանկյունից իրական շահառուի առումով ընդհանրապես չի բացառվում չփոխկապակցված անձին պատկանում։ Հիմա շատ վառ օրինակ է, նախորդիվ քննարկեցինք Բաղրատունի մասով դրվագները, անձը աշխատել է որպես անվտանգության աշխատակից։ Ոչ համատեղ տնտեսություն է վարում, ոչ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, ոչ էլ մերձավոր ազգական է կամ առավելևս ընտանիքի անդամ։ Այս պարագայում ընդհանրապես էական չէ, այդ անձը փոխկապակցված է օրենքի իմաստով, այսինքն մերձավոր ազգական է վայրի, թե ոչ։ Նրան պատկանող գույքի իրական շահառուն դիտարկում է Հովիկ Աբրահամյանը, որովհետև կամ փոխանցումներ, նա եղել է նրա աշխատակից, իրար է սահման են հատել, կամ լիազորագրով գործողությունների կատարում եւ այլն, արդեն հանգամանքներ նշվեցին։ Սա ևս մեկ անգամ ասում եմ այն նպատակով, որպեսզի ցույց տանք, որ փոխկապակցված անձանց շրջանակով չի, որ սահմանափակվում է իրական շահառու լինելու հանգամանքը։ Այդ դեպքում եթե գնում ենք օրենքի մեկնաբանությունների դաշտ օրենսդրի գործառույթի որոշակի իրավասություններ իրացնում, այդ դեպքում խնդրում եմ բացահայտել փոխկապակցված անձ հասկացության ներառում օրենքի տրամաբանության մեջ ինչով է պայմանավորված, ինչու է ներառված փոխկապակցված անձ, եթե ցանկացած անձ կարող լինի օրինակի համար ցանկացած անձի գույքի մասով իրական շահառու կարող լինի տվյալ դեպքում Այս դեպքում փոխկապակցված անձ հասկացության սահմանում օրենքի տրամաբանության մեջ ինչով է պայմանավորված։ Ասեմ, մեր կարծիքն եմ ասում, ինչպես դուք եք ասում, չեմ վերագրում մեզ օրենսդրի որոշակի գործառույթներ կամ մեկնաբանողի գործառույթներ, ամեն դեպքում ասում են ինչ մենք ենք նկարում եւ ինչպես մենք ենք աշխատում։ Փոխկապակցված անձ հասկացությունը այդ ցանկացած անձ կոչված շրջանակում ներառված է։ Այսինքն կարող է իմ եղբորը պատկանել գույքը, որ իրական շահառուն ես եմ, կարող եմ եղբորը չպատկանել, հարևանիս պատկանել կամ ընդհանրապես ինձ հետ որևէ կապ չունեցող, այս տեսանկյունից որևէ կապ չունեցող անձի պատկանել։ Իմ աշխատակցին օրինակ ընկերությանս հաշվապահին իր անունով եմ գրել հաշվարանի գույքը։ Փոխկապակցված անձ հասկացությունը նախատեսելու իմաստը մեր գնահատմամբ հետևյալում նախ եւ առաջ ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման տեսանկյունից այս փուլում օրենսդիրը նախատեսել է, որ կարող է անձին պատկանել գույք, որը չի հիմնավորվում օրինակայականով եւ անձին հետ փոխկապակցված անձանց կարող է պատկանել։ Այսինքն եթե դու վերցնում ես զեկուցագիրը ենթադրենք եւ տեսնում, որ պաշտոնատար անձը որևէ գույք չունի, բայց նրա որդին, նրա կինը որդին կամ հարսը կամ նրա այդ փոխկապակցված մերձավոր ազգականը ունի 40 միավոր գույք։ Օրենսդիրը այդ նպատակով նշում է, որ եթե դու չես տեսնում ես մարդու գույքը, բայց տեսնում ես իր հետ սերտորեն կապակցված մեկ այլ անձի գույք ու շատ գույքեր ենթադրենք, այդ դեպքում կարող ես ուսումնասիրություն նախաձեռնել։ Մեկ այլ տրամաբանություն, երբ որ ես խոսում էի իրավունքների դադարման մասին կարգավորումներից, այնտեղ չփոխկապակցված անձանց իրավունքների մասին էր խոսքը։ Իսկ փոխկապակցված անձանց իրավունքների մասին հատուկ կանոն է նախատեսել եւ գրում է թե անձը փոխկապակցված է, նրա իրավունքները դադարում են։
բարեխիղճության դաշտ էլ չենք էլ մտնում, նրա իրավունքները դարձան փոխկապակցված է։ Այսինքն կարգավոր մի քանի դրվագներով, մի քանի նորմերով փոխկապակցված անձ հասկացությունը նախատեսելը հիմնավորվում է եւ ցույց է տրվում, թե ինչի է նախատեսվել այս կարգավորումը, ինչ վերաբերում է իրական շահառուի տեսանկյունից արժևորելուն փոխկապակցված անձ լինելու հանգամանքը, որոշ դեպքերում դա կարող է նշանակություն ունենալ, այո, շատ կարևոր կարող է լինել այն հանգամանքը, որ այդ մարդիկ մերձավոր ազգականներ են, նույն հասցեում են բնակվում եւ այլն, այսինքն փոխկապակցված անձ լինելու հանգամանքը ֆակուլտատիվ առումով, ացանցիալ առումով կարող է հուշել եւ հիմնավորել եւս մեկ անգամ, որ այստեղ կարծես թե այլ անձ է իրական շահառուն, բայց միայն պայմանավորել այդ շրջանակով չի բխում կարգավորումից, թե 5-րդ մասի, թե 6-րդ մասի կարգավորումից, 3-րդ հոդվածի առաջին մասի 5 եւ 6-րդ կետերի կարգավորումից չի բխում։ Եվ ուղղակիորեն կարող եք տեսնել, որ մի դեպքում նախատեսված է փոխկապակցված անձ բառակապակցությունը, մյուս դեպքում պարզապես անձ է գրված։ Այդ անձի ներքում ենք հասկանում ցանկացած անձ, որին կարող է պատկանել գույք տիտղոսային առումով, բայց իրական շահառուն ինքը չունի, այդ անձի ներքում ենք դիտարկում նաև մերձավոր ազգականին, այն անձանց, ովքեր համատեղ տնտեսություն են վարում կամ ձեռնարկատիրական գործունեություն են համատեղ իրականացնում, այս բոլոր ամբողջ շրջանակը ներառվում է, որովհետև նույն տրամաբանությամբ ընդհանրապես ինձ հետ կապ չունեցող, հիմա իմ ընկերը ինձ մերձավոր ազգական չէ, համատեղ գործունեություն չենք իրականացնում եւ համատեղ տնտեսություն չենք վարում, բայց նույն հաջողությամբ ես կարող եմ բազմաթիվ գույքեր իր անվամբ ունենալ ենթադրում եւ դա չի բացառում, որ օրենսդիրը սա նախատեսել եւ չի բացառում, որ իրավասու մարմինը դիմի հենց այդ մտածածին ընկերոջ անվամբ հաշվարկված գրանցված գույքերի բռնագանձման պահանջով։ Այսքան։ Այդ դեպքում, եթե դուք դիտարկում որ ուսումնասիրությունների շրջանակում եք գործում փոխկապակցված անձ հասկացությունը եւ ուսումնասիրությունների սկսման փուլում, դուք որոշակի փոխկապակցված անձանց շրջանակ եք ընդունելով ուսումնասիրության շրջանակն եք ընդգծում։ Այդ դեպքում, երբ որ Գագիկ Պողոսյանը չի հանդիսացել փոխկապակցված անձ, ո՞նց հանդիսացել իր գույքերը ուսումնասիրության առարկայում։ Տեսեք, ուսումնասիրություն նախաձեռնելու տեսանկյունից այդ փուլում ընդհանրապես կարող է տվյալը չլինել, այսինքն նույնիսկ կարող են լինել փոխկապակցված անձինք, որոնց վերաբերյալ տվյալ չկա ուսումնասիրություն սկսելու փուլում, բայց ներկայացված տվյալները բավարար են, որպեսզի ուսումնասիրությունը նախաձեռնվի։ Ինչ վերաբերում է նրան, որ եթե Գագիկ Պողոսյանի վերաբերյալ նշում չկա ուսումնասիրություն սկսելու, ոնց հասկացա դրան է ուղղված հարցը, բայց ամեն դեպքում գույքեր են ուսումնասիրվել են այն պարզ պատճառով, որ իրեն սեփականության իրավունքով պատկանում են գույք, որի իրական շահառուն հանդիսանում է մեկ այլ անձ, այս դեպքում Հովիկ Աբրահամյանը։ Դա է պատճառը, որ այդ գույքերը ուսումնասիրվում են, այդ ձեռքբերումները ուսումնասիրվում են եւ դա արվում է այն նպատակով եւ այն պահանջի ներկայացման համար, որը ներկայացված է սույն հայցով, այսինքն իրական շահառու լինելու հիմքով այդ անձից գույքի բռնագանձման նպատակով է իրականացնում։ Եվ ուսումնասիրության շրջանակների տեսանկյունից եթե նայում ենք սահմանների եւ հասկացության տեսանկյունից իրական շահառու լինելու հանգամանքը եւս ուսումնասիրության սահմաններում է ներառված, այսինքն այդ հանգամանքի բարձումը։ Այսինքն ուսումնասիրություն նախաձեռնելուց հետո կարող են հայտնաբերվել, այսպես ասեմ, կամ բարձ դառնալ թե փոխկապակցված անձանց շատ ավելի լայն շրջանակ եւ թե այն անձանց ավելի լայն շրջանակ, որոնց անվամբ հաշվված գրանցված գույքերը ենթակա են բռնագանձման, քանի որ դրանք պատկանում են գույքերն ուսումնասիրող անձին։ Շատ բարին է, վերջնական հարցը սահմանափակ։ Ձեր խոսքից հասկացա, որ ըստ էության դուք դիտարկում եք, որ Գագիկ Պողոսյանը չի հանդիսանում Հովիկ Աբրահամյանի փոխկապակցված անձ, բայց մի նույն ժամանակ դիտարկում եք, որ իր գույքերը հանդիսանում ուսումնասիրության առարկա ուսումնասիրվել են եւ կոնկրետ գույքերի մասով հիմնավորվել է, որ այդ գույքերի մասով իրական շահառու է հանդիսանում Հովիկ Աբրահամյանը, որը ըստ էության կարող է եւ փոխկապակցված անձ չլինել, բայց լինել կոնկրետ գույքերի մասով իրական շահառու Հովիկ Աբրահամյանը, ճիշտ եմ հասկանում։ Այս հասկացումը վերջնական ամփոփենք զգալով։ Եթե տարբերվող ես ըստ էության հաստատման ձևով հարցս ուղղեցի վերջնական, եթե տարբերվող էր իմ ասածից, կարող եք լրացնել, եթե տարբերվող չէ համամիտ եք իմ ասածից, շարունակենք հաջորդը։ Մի մասով միայն համամիտ չեմ այն առումով, որ
ոչ թե Գավիկ Պողոսյանի, ճիշտ եմ հիշում, Գավիկ Պողոսյանի պատկանող գույքերի ուսումնասիրությունը իրականացվում, որտեղ եթե իր գույքերի ուսումնասիրությունը իրականացներ, գույքերն ամբողջ ծավալով կհամատվեն հենց իր եկամուտների հետ եւ ներկայացված պահանջը ամենայն հավանականությամբ կլիներ ամբողջովին այլ, այսինքն հնարավոր է մի շարք այլ գույքեր լինեին, որոնց իրական շահառուն Հովիկ Աբրահամյանը չէր եւ այլն եւ այլն։ Այս դեպքում մենք ուսումնասիրում ենք Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքերի շրջանակը, այդ ուսումնասիրության իրականացման սահմաններում ներառված է նաեւ իրական շահառուն լինելու հանգամանքի բարձումը, որի շրջանակներում նաեւ արձանագրել ենք, որ կան անձինք, մի շարք անձինք, որոնց թվում է նաև ձեր կողմից վկայակոչված անձը, որոնց պատկանող գույքերը, տիտղոսային առումով պատկանող գույքերը իրականում իրական շահառունների տեսանկյունից պատկանում են Հովիկ Աբրահամյանին։ Շատ բարի, հիմա կոնկրետ իրական շահառունի հասկացությունների հետ կապված ես ճիշտ ասած նախորդ դատական նիստի ընթացքում հնարավորություն ունեցա որոշակի հարցադրումներ հնչեցնել եւ ստացա պատասխանների առումով, որ տվյալ դեպքում Գավիկ Պողոսյանի կողմից եկամուտների առկայությունը չի ուսումնասիրվել եւ ըստ էության որևէ եկամուտի առկայություն ձեզ ինչ է տալու գնահատել, որ այդ գույքերի իրական շահառուն հանդիսանում է Գավիկ Պողոսյանը, որովհետեւ իրական շահառուն տվյալ դեպքում հանդիսանում է Հովիկ Աբրահամյանը այլ չափանիշներից ելնելով եւ ֆինանսական միջոցների առկայությունը որևէ հիմք չի տալու այդ առումով ժխտելու հակառակը։ Ճիշտ եմ հասկանում, ճիշտ է ընկալել ձեր պատասխանը։ Մեր պատասխանը ճիշտ է ընկալել եւ եւս մեկ անգամ մեր նախորդիվ տրված պատասխանն է գալիս է հիմնավորելու այն, որ Գավիկ Պողոսյանի պատկանող գույքերը չեն ուսումնասիրվում։ Հակառակ դեպքում իր եկամուտները մեզ համար շատ կարևոր կլիներ։ Գավիկ Պողոսյանի առումով ուսումնասիրության հիմքեր չկա, ըստեղ փոխկապակցված անձի տրամաբանությամբ ու իրական շահառունի տրամաբանությամբ դիտարկել է։ Շատ բարի, ուրեմն այդ դեպքում խնդրում եմ հայտնել, ես ուզում եմ մեկ օրինակի վրա կոնկրետ հարցադրումները, բայց այդ պատասխաններից կապված կարող է եւ գործարքների մասով ավելի ընդհանրական լինեն։ Տվյալ դեպքում 2006 թվականի մարտի 7-ին Գավիկ Պողոսյանի անունով հաշվառվել է Mercedes-Benz Mark-ի 500 համարի ավտոմեքենա։ Խնդրում եմ հայտնել, այս գործարքը ըստ էության իրականացվել է Հովիկ Աբրահամյանի անունից, Հովիկ Աբրահամյանի օգտին, Հովիկ Աբրահամյանի հաշվին, Հովիկ Աբրահամյանն է վերահսկել գործարքը, թե ըստ էության վերահսկել է տվյալ դեպքում անձին, կոնկրետ որ օրենքի չափանիշն է արկա։ Ձեր կողմից նշված մեքենան հայցում կար, պարոն Կոչյան։ Այո։ Որ էջը։ Իհարկե, ես առանձնացել եմ հարցը, բայց հիմա իհարկե 47-րդ էջում Volkswagen տավը։ Այսինքն որ կոմպոնենտն եք հաշվի առնում։ Խնդրում եմ օրենքի տրամաբանությունից, որտեղ իրական շահառունի հասկացության մեջ, ինչպես փոխկապակցված անձի, դրա դեպքում իրական շահառունի հասկացության մեջ ըստ էության սահմանում են չափանիշները, որոնցից ելնելով պետք է դիտարկել տվյալ դեպքի մասով իրական շահառուն։ Այդ տրամաբանությամբ ուզում եմ հասկանալ օրենքի որ կոմպոնենտն է ստեղ այս գործարքում կոնկրետ արկա։ Կոչյան, ֆիզիկական անձով պայմանավորված մեր դիրքորոշումը չի փոխվում, ես նշեցի Տիկին հարցադրումների, որ մենք բոլոր կոմպոնենտներն են նման դեպքերում հաշվի ենք առնում, այսինքն բոլորն են այս դեպքում ևս բացառիկ չի, այսինքն բոլոր կոմպոնենտներն են հաշվի առնված իրական շահառունի։ Շատ բարի, այդ դեպքում եթե բոլոր կոմպոնենտները առկա են, թե հաշվառման համարանիշ կա թե չէ, ես օրենքի ճիշտ ասած ուսումնասիրության մեջ չեմ տեսել, որ հաշվառման համարանիշներով պայմանավորված գույքի իրական շահառուն լինի տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյանը կամ որևէ այլ տվյալ դեպքում ուսումնասիրության սուբյեկտ։ Ես կոնկրետ հարցադրումս հետևելն է, այս կոնկրետ գործարքի դեպքում, որ դուք նշում եք բոլոր կոմպոնենտները, ես դրա համար ուզում եի հարցնեի, որ կոմպոնենտն առկա օրենքի, դուք ասացիք բոլորը առկա են։ Ես ուզում եմ հասկանամ այս գործարքի դեպքում, որ դուք նշում եք
Հովիկ Աբրամյանի հաշվին է իրականացվել։ Կոնկրետ ապացույց կա, գործում ես ուսումնասիրեմ տեսնեմ այս ապացույցով հիմնավորվում այս փաստը, դրան կամ հակափաստարկներ կամ այլ ապացույցներ վերեմ կամ համարեմ, որ ապացույց չկա, ապացուցման վերել բաշխման կամ մարտավարության տեսանկյունից այլ տրամաբանությամբ շարժվում եմ առաջ։ Ալկոչա, դուք բոլոր ներկայացրած ապացույցները համակցության մեջ գնահատեք։ Այն որ ի սկզբանե հիմնադրվել է ընկերություն Գագիկ Պողոսյանի անվամբ, Արգամ Աբրամյանի անվամբ, որը փոխանցվել է Գագիկ Պողոսյանի կնոջը, դրան հաջորդել է գործարքներ կոնկրետ համայնքից, կոնկրետ համայնքից ձեռք բերված գույքեր հաջորդող Գագիկ Պողոսյանի կողմից։ Դրան գումարեք շուրջ $1 միլիոն ոչ անալ, եթե չեմ սխալվում, փոխանցում Հովիկ Աբրամյանի ընտանիքի անդամների հաշիվներին։ Մեքենաները այս աշխարհվար համանշում մամուլի հրապարակում, որ այդ մեքենան սպասարկել է Հովիկ Աբրամյանին։ Արդյոք սա բավարար չի գնահատելու համար, որ իրական Շահրովի ինստիտուտի բոլոր բավարար պայմանները այս գործարքների մասով արկա են։ Մենք այդպես ենք գնահատել։ Ճիշտ ասած, պարոն Եղիազարյան, ես հարցին նայում եմ իրավական տեսանկյունից, այդ սոցիալական ու քաղաքական մասերը իմ համար ըստ էության այս ֆայլը այնքան էլ հետաքրքիր չեն, նայում եմ իրավական տեսանկյունից ու նայում եմ հարցերի իրավական պատասխանների տրամաբանությամբ, որտեղ դատավարության փուլում ըստ էության գործում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման մասին օրենքի կարգավորների տրամաբանության մեջ եւ ըստ էության հստակ չափանիշներ է արկա։ Ես այդ չափանիշներից ելնելով խնդրում եմ իմ հարցին հստակ պատասխանել, թե այդ մեքենաները ում սպասարկել կամ ինչ գումարները, ես դրանց առանցին հարցերով կանդրադառնամ, քանի որ դուք նշում եք փոխկապակցված հանձի ինստիտուտը, այո, դրա համար է իմ ասացի տրամաբանությունը, բայց դուք եք կամացկանում գալիս այդ մտքին։ Երբ որ փոխկապակցված հանձի ինստիտուտը բանում ենք, ու ասում եք կոնկրետ գույքերով իրական շահառու է հանդիսանում, եթե փոխկապակցված անձ չի Գագիկ Պողոսյանը, կոնկրետ գույքի մասով իրական շահառու է, պետք է օրենքի որևէ չափանիշ արկա լինի։ Դուք նշեցիք բոլոր չափանիշները արկա են, եւ իր անունից իրականացվել, եւ վերահսկել է, եւ իր հաշվին է իրականացվել։ Իմ ես ասում եմ, հələ մյուս չափանիշների չեմ անդրադառնում, այլ իր հաշվին, որ ասում եք իրականացվել է։ Կոնկրետ ապացույց կա, որ իր հաշվին իրականացվել է, որ ես այդ ապացույցը ուսումնասիրեմ, տեսնեմ, այ օրինակ այստեղ այս ապացույցը կա, որ հիմնավորվում է, որ իր հաշվին է իրականացվել։ Կա նման ապացույց հիմնավորող, թե ոչ։ Ապացույցները բազմաթիվ են։ Ես չեմ տեսել ապացույց։ Եթե չեք տեսել կոնկրետ մեքենայի մասով մի քիչ ավելի ներքևում մենք նշել ենք, որ 2005 թվականի մայիսի 18-ից մինչև 2006-ի մարտի 14-ը Արգամ Աբրամյանի անվամբ հաշվառված է եղել BMW 750 մակնիշի մեքենա 50 OO005 համարային ուշադրություն դարձավ։ Հետագայում այս նույն 5005 մեքենան արդեն Mercedes-Benz S550 մակնիշի ավտոմեքենաների վրա է 2006 թվականի մարտի 7-ին, որը սպասարկում է Հովիկ Աբրամյանին։ Կոնկրետ ձեր բերած օրինակով եմ ասում։ Սա բավարար չի, որպեսզի մենք իրական Շահրովի ինստիտուտը հիմնավորված համարենք, որ ի հաշիվ այս մեքենայի ձեռքբերումը եղել է Հովիկ Աբրամյանը, այս մեքենան գրանցված է Գագիկ Պողոսյանի անվամբ։ Կներեք, բայց իմ համար բավարար չի, որտեղ հաշվին իրականացնելու համար։ Այդ չափանցել եք, ոչ մեզ դա է իմ պատասխանը։ Ըստ էության, հա, ես ձեր պատասխանը լսեցի, պարոն Եղիազարյան, ես հասկանում եմ, որ եթե չկան ապացույցներ, ապա այլ ապացույցներ, բայց ես այդտեղ կոնկրետ հաշվին, որ իրականացվել է իր հաշվին, որտեղ մենք այստեղ նաև ինչ կարևոր իրավիճակ է ստեղծվել։ Մենք ասում ենք տվյալ դեպքում փոխկապակցված անձ չի, իրական շահառու կոնկրետ դեպքերի մասով, միաժամանակ շատ կարևոր բան, իրան որպես սուբյեկտ դիտարկում են, որ ինքը եկամուտներ ունի, չունի, բացարձակ էական չի։ Ստեղ կարևոր չափանիշն է, որ իրական շահառու է։ Ու իրական շահառուն օրենքով հստակ չափանիշներ է սահմանել։ Այս չափանիշների մենք անդրադառնում ենք, հիմա եթե ես բերեմ այլ օրինակ, երբ որ հիմնավորող ապացույց, որ Գագիկ Պողոսյանը օրինակ այս ժամանակահատվածում ունեցել է բավարար ֆինանսական միջոցներ, դուք ասել եք, ես ֆինանսական միջոցների արկայությունը մեզ բավարար չի, որտեղ օրենքով հստակ այս չափանիշների արկայությամբ է հիմնավորում։ Հիմա այս չափանիշներից կոնկրետ հարցադրումներ եմ անում, վերացական պատասխաններ եմ լսում կոնկրետ ապացույցների տրամաբանության մեջ։ Ես չեմ կարողանում հասկանամ, որ կոնկրետ ապացույցներով չեն կարողանում հիմնավորել, միակ չափանիշը վերցնում ենք, որ սա է եւ ասում ենք բոլոր կոմպոնենտները արկա, իսկ որով է հիմնավորվում, նույն համարանիշներն են արկա։ Կներեք, բայց այդ նույն համարանիշները, որը մենք փոխաբերական իմաստով դիտարկում ենք իրական շահառու հասկացության մեջ, ես չեմ կարողանում ընկալել, օգտեք ընկալեմ, որ օրենքի հասկացությունները մեկնաբանելով
գամ են եզրակացան, որ նույն համարանիշներ ունեցողները համարվում են, չգիտեմ, տվյալ գույքի մասով իրական շահառու կարա դիտարկվի։ Օրենքի որ հասկացությունը մեկնաբանել այդ տրամաբանությամբ։ Ես չեմ կարողանում այդ մտքին գալ։ Ավելացնելու բանն է կարծեք կրկնում։ Եթե թույլ տաք հարվի Ոնց եթե ունեք ասելիք ասեք։ Տեսեք, իրական շահառուի վերաբերյալ ասում եք կան մի քանի կոմպոնենտներ, ես համամիտ եմ ձեր, կան մի քանի կոմպոնենտներ, եւ այդ կոմպոնենտները իրար հետ կարող են լինել, իրարից առանձին էլ կարող են լինել։ Հիմա մենք ասում ենք, թե այն որ փաստերի համախումբն է մեզ թույլ տվել գալի եզրանկման, որ արկա է իր անունից, իր հաշվին, իր օգտին, կատարած գործարք եւ վերահսկված անձ։ Դուք ասում եք, փաստերից չխոսենք, կոմպոնենտներից խոսենք։ Կոմպոնենտներից ո՞նց խոսենք առանց փաստերի։ Մեր ֆիքսած փաստերն են խոսում այդ կոմպոնենտների արկայության մասին։ Հիմա մեզ համար բավարար է օրինակ այն հանգամանքը, որ նույն համարանիշը փոխադրվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա, որը արդեն մեկ այլ անձի է պատկանում, բայց սպասարկվում է Հովիկ Աբրահամյանին, եւ դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ դա իր հաշվին ուրեմն այդ մեքենան գնվել, իր համարանիշները դրվել է դրան, իրան էլ սպասարկել է, ձեզ համար դա բավարար չէ։ Այդ կոմպոնենտներից խոսելուց չեն կարող վերացարկվել մեր վկայակոչած հանգամանքներից։ Մեր վկայակոչած հանգամանքները քննարկելով ենք մենք ցույց տալիս, թե այս բոլոր կոմպոնենտները ոնց կան թե չկան։ Մենք էլ ասում ենք մեր գնահատմամբ կան, այս բոլոր կոմպոնենտներն էլ կան, այլ բան է, որ դուք ունեք այլ կարծիք, բնականաբար շատ հնարավոր է եւ ավելի հավանական, որ այլ կարծիք ունենք։ Ես ճիշտ ասած այլ բան չէի հարցնում, ասում եմ եթե կան, խնդրում ասեք, որ ապացույցներով են հիմնավորվում, ես այդ ապացույցները ուսումնասիրել եմ, որտեղ ես գործ ամբողջ ծավալով ուսումնասիրել եմ, չեմ տեսել համապատասխան ապացույցներ, որոնք կոնկրետ հիմնավորվում են այս գործարքի հետ կապված, որ բոլոր կոմպոնենտները առկա են։ Ես խնդրեցի նշեք մեկ ապացույց, մեկ փաստաթուղթ փաստերով, որը հիմնավորում է, որ այս կոմպոնենտը առկա է։ Մենք էլ նշեցինք։ Որը որ համարանիշն է առկա։ Մենք շրջապատի մեջ ենք, այլ հարց ունեք։ Խնդրեմ հաջորդ հարցերը տվեք։ Հարգելի դատարան, ամբողջ հետաքրքիր մասը նրանում է կայանում, որ ինչ է համարել հասնում ապացույցներ, ոչ միայն ապացույցներ չկա, հարգելի դատարան, այլ նաև տվյալ գույքի ձեռքբերման մասով իրավասու մարմինը հարցում արել ճանապարհային ոստիկանություն, եւ ճանապարհային ոստիկանությունը պատասխանել է, որ որևէ տվյալներ չեն գտնվել եւ որևէ տվյալներ չլինելու պարագայում դիտարկում։ Դա ձեր առարկություններում ասեք, դրա հնարավորությունները դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում իրենց կոմպոնենտներ կան, եթե դուք որևէ տվյալ չեք կարողացել իրավասու մարմնից վերցնել, թե դա առողջարկ է եղել, թե նվիրատվություն է եղել, թե գործարքի կողմերը ովքեր են եղել։ Դուք ո՞նց եք դիտարկել այդ գործարքը, որպես այդպեսին, որ վերահսկվել է կամ իրականացվել է Հովիկ Աբրահամյանի անունով։ Որ գործարքի մասին է տրանսպորտային միջոցի որ ասեցիք։ Նշեմ հետևյալը, որ այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերումը քաղաքացիական օրենսգրքի իմաստով պայմանագրի, որևէ պայմանագրի հիման վրա պիտի եղած լինի։ Եվ այդ պայմանագիրն էլ ձեր կողմից նշված դեպքում, երբ որ բացակայում են տվյալները, ենթադրվում է հատուցելի։ Դա քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանխավարկած է։ Ենթադրվում է հատուցելի, եթե հակառակը չի հիմնավորվում։ Մենք առաջնորդվելով այս մոտեցմամբ օրենսդրական հստակ կարգավորումով, որ ենթադրվում է հատուցելի պայմանագիրը, կիրառել ենք մաքսային արժեք, այսինքն փորձել ենք միջին ինչ-որ գին ունենալ, որը կվերագրվի այս գործարքին, այսինքն քանի որ հատուցելի է, պետք է նաև նշել, թե տրամաբանորեն եւ ողջամտորեն որքան կարող է արժանալ այս մեքենայի ձեռքբերումը, մենք էլ վերցրել ենք մաքսային միջին արժեքը։ Ըստ այսքանն է պատասխանը եւ լրացուցիչ կարող է հավելում ունենալ ճանապարհային ոստիկանության կողմից Excel տարբերակի ուսումնասիրության, որը այս բանի բաց չէ, պետք է որոնի։